վերադարձվել թալանվածը, օլիգարխները, Գագոն, Սամոն, Սերժը, Ռոբերտը ձեզանից թալանել են, ենք թալատվածը, այսօր վերադարձնում ենք ձեզ, հատիկ առ հատիկ, տուն առ տուն, և թալանվածի վերադարձը մտնում է ամեն տուն, ամեն ընտանիք, և դրա ազդեցությունը զգում է մեզնից, ձեզնից յուրաքանչյուրը, և ես այս առիթով շնորհավորում եմ բոլորիդ, սիրելի արմավիրցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ։ Ժողովուրդ ջան, ինչ որ ասցի, մինչև այս պահ իհարկե կարևոր է, բայց միևնույն է այս ընտրությունների ամենակարևորը և ամենակարևոր հարցը և ամենակարևոր անելիքը խաղաղությունն է և խաղաղությանը տեր կանգնելը։ Նախ էլի ու էլի ուզում եմ արձանագրել, որ ի վերջո երկարատև տառապանքներից, երկարատև զրկանքներից, երկարատև փորձություններից հետո Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն և ես շնորհավորում եմ բոլորիդ հաստատված խաղաղության առիթով։ Այսօր մեր խաղաղությունը, մեր երկրում հաստատված ուրախության առանցքային պատճառն է։ Ես չեմ կարծում, թե Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր տխրում են այն փաստից, որ և չեն ուրախանում այդ փաստից, որ Հայաստանի սահմանին 2 տարի ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Ես չեմ կարծում, թե Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր տխրում են այն փաստից, որ մեր սահմանամերձ գյուղերում արդեն 9 ամիս կրակոցներ չեն լսվում, արդեն մարդիկ իրենց բակեր են դուրս գալիս լիարժեք վստահությամբ և ես ձեզ շնորհավորում եմ այս առիթով, չնայած գիտեմ, որ Հայաստանում, Հայաստանի տարածքում դեռ կան մարդիկ, ովքեր տխրում են այս փաստից և մեծ մարդկանց անունը հայտնի է Գագիկ, Սերժ, Ռոբերտ, Սամո և այդ մարդիկ տխրում են և իրենց տխրությունից նրանք սկսել են զոհերի թիվը մանիպուլացնել 44-օրյա պատերազմի։ Նրանք թվեր են կրակում 5000 զոհ և այդպես շարունակ։ Ես ասում եմ, որ եթե իրենք չհիմնավորեն Գագիկը, Ռոբերտը, Սամվելը, նրանց թիմերի անդամները, եթե նրանք չհիմնավորեն և չապացուցեն այդ թվերը, ես 1000 ներողություն եմ խնդրում այս արտահայտությունը օգտագործելիս, բայց ինչպես ասում են, պետք է համարժեքությունը պահել, որ ոմանք իրենց հոտառությունը չկորցնեն։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Գագոն, Սամոն, Սերժը իրենց կողմից օգտագործված այս թվերը չհիմնավորեն, ես ձեզ ասում եմ, նրանք չեն կարող հիմնավորել, 1000 ներողություն, բայց Հայաստանի ժողովուրդը նահատակների հիշատակի նկատմամբ այս վերաբերմունքի համար նույնպես ընտրությունների արդյունքներում նրանց պետք է ծնկի բերի, նրանց պետք է ծնկի բերի։ Մենք որպես ես ինքս, որպես հարգանքի տուրք, տասնյակ անգամներով ծնկի եմ եկել մեր նահատակների, հուշարձանների և հիշատակի առաջ։ Նրանցից որևէ մեկը ոչ մի անգամ ծնկի չի եկել։ Եվ ես ասում եմ, մեր նահատակների հիշատակի առաջ ժողովուրդը դրանց պետք է բերի ծնկի, դրանց պետք է բերի ծնկի, դրանց պետք է բերի ծնկի։
Եվ առաջիկա ընտրություններում մեր ամենակարևոր անելիքն է տեր կանգնել խաղաղությանը։ Նրանք ուզում են սպանել մեր 9 ամսյա մանուկին, մեր խաղաղությանը, որը ստեղծվել է մեր նահատակների արյան գնով, մեր ժողովրդի զրկանքների գնով, մեր ժողովրդի տառապանքների գնով, մեր ժողովրդի իմաստության շնորհիվ։ Նրանք ուզում են սպանել մեր 9 ամսյա խաղաղությունը։ Նրանք խոսում են, թե մենք ի վիճակի չենք հոգ տանել մեր 9 ամսյա մանուկի նկատմամբ։ Նրանք ուզում են բերել երաշխավորներ, որոնք 2020 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին դավաճանեցին Հայաստանին եւ դավաճանեցին Ղարաբաղի ժողովրդին։ Նրանք էլի ուզում են բերել այդ երաշխավորներին Հայաստանի ժողովրդին հերթական անգամ թնդանոթի միզ դարձնելու համար մենք դա թույլ չենք տալու։ Նրանք ուզում են մեր 9 ամսյա մանկիկին հանձնել որբանոց, մենք դա թույլ չենք տալու։ Եվ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին գնալու է ընտրական տեղամաս եւ տեր է կանգնելու խաղաղությանը, եւ տեր է կանգնելու պետությանը, եւ տեր է կանգնելու ապագային, եւ տեր է կանգնելու անկախությանը։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք